Телекомпании «Ташир». Все грани бизнеса. Դուք դիտում եք մոլորակ լրատվականի հիմնական թողարկումը Ֆորտունա լոռու մարզային հեռուստաընկերության եթերում ես Սարգիս Գոքորյանն եմ, բարև ձեզ։ Առաջարկում եմ նախ համառոտ ծանոթանալ թողարկման մեջ տեղ գտած իրադարձություններից մի քանիսի մասին։ Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է, հատուկ ռեպորտաժներ ինչպես Վանաձորից, այնպես էլ հարևան Վրաստանից։ Նրա մեծությունը իր ուրախության մեջ է։ Նրա մեծությունը երկխոսության մեջ է, թե ինչպես է նա մարդկանց հետ ուղղակի սովորական խոսում։ Սպիտակ ու մոցը սողոսկել է բնակարաններից մեկը, բնակիչները ստիպված ահազանգել են 911։ Ժեշտի արանքից դուրս էր գալի, եթե իրենց ես մտնում էինք արագ այդ ժեշտի արանքով գնում էր։ Խնդիրներ հատուկ հաստատություններում արդյոք ամեն ինչ կարգին է Վանաձորի մանկատանը։ Ծխող երեխա չունենք։ Դա ճափանես չի բա այսօր։ Մարզում շարունակվում են հիդրոէլեկտրակայանի կառուցման շուրջ խոսակցությունները, արդեն դեմ եւ կողմ բնակիչների միջև։ Օձերն ու կարիճները կշատանան, խոտ չեն քնձի եւ անասնապահություն չի զարգանա։ Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է, Վրաստանից մեր գործընկերները հատուկ տեսանյութ են ուղարկել, որն առաջարկում ենք ձեր ուշադրությանը։ Արվեստն ու մշակույթը չեն ճանաչում ոչ պատկանելություն, ոչ ժամանակ, ոչ էլ սահմաններ։ Հարևան Վրաստանի Հանրապետությունը ևս հիշում է մեծ հայորդու Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը։ Հանճարն այսօր կդառնար 83 տարեկան։ Վրաստանում Մկրտչյանն առավել ընդունված է Ֆրունզիկ անունով։ Բազմաթիվ վիրահայեր գալիս գլուխ են խոնարհում մեծ դերասանի արձանի առջև, ցավում, որ կյանքից հեռացավ այդքան երիտասարդ։ Ֆրունզիկը դեռ շատ ասելիք ուներ։ Ներկաները հիշում են, արտիստի Վրաստան այցելությունները իսկական տոնի էին վերածվում։ 70-ական թվականներին Ֆրունզիկ Մկրտչյանը այցելել էր Թբիլիսի, իմանալով այդ մասին Թիֆլիսի ցեխավիկները կազմակերպել էին մի մեծ խնճույք, եւ այդ խնճույքը որտեղ լիներ Մետեխի ամրոցի հենց հայաթում։ Հատուկ կառուցել էին Ֆրունզիկ Մկրտչյանի համար փայտե շենք են կառուցել եւ մի ամբողջ ռեստորան մատակարարում էր իրենց այդ խնճույքը։ Եվ ինչպես գիտեք 70-ական թվականներում ամրոցում լույս չկար եւ հատուկ Ֆրունզեի համար լույս են քաշել այդտեղ։ Սիրված հանճարեղ Ֆրունզիկ Մկրտչյանին միշտ բոլորը հիշում են որպես երգիծական կոմիկ դերասան, բայց կյանքում նա եղել է շատ մեծ ողբերգակ, այսպես ասած, նրա անձնական դժբախտությունը արտացոլվել է նրա հոգու վրա։ Ես դա առանձնապես նկատեցի, երբ Ախալ քաղաքում մշակույթի տան բացմանը ներկա էր Ֆրունզիկ Մկրտչյանը մեր Վախթանգ Կիկաբիձեի հետ։ Եթե կյանքի բերումով մեզ բոլորիս թվում էր, թե այ Ֆրունզիկի հայտնությունը արդեն ծիծաղ ու ուրախություն է առաջացնում, իսկ Վախթանգ Կիկաբիձեին ավելի լրջություն, ես զգացի, որ դա միանգամայն սխալ էր։ Մկրտչյանի հետ կապված հիշողությունները շատ են, տպավորությունները հիշատակման արժանի։ Վրաստանում հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը հիշում է, մահվանից ընդամենը 25 օր առաջ էր Ֆրունզիկը Վրաստանում, դա վարպետի կյանքի վերջին այցն էր այս երկիր։ Ինչքան անցնի ժամանակներ, տարիներ, այնքան ինքը մեծանալու է իր արվեստով։ Նրա մեծությունը իր երգի մեջ է, նրա մեծությունը իր տխրության մեջ է, նրա մեծությունը իր ուրախության մեջ է, նրա մեծությունը երկխոսության մեջ է, թե ինչպես է նա մարդկանց հետ ուղղակի սովորական խոսում։ Он всю жизнь мечтал Նա ամբողջ կյանքում երազել է ոչ թե սարկազմային, այլ լուրջ դերերի մասին։ Դա իմ տեսակետն է, իսկ ընդհանրապես Ֆրունզիկ Մկրտչյանը հրաշալի կատակերգակ է։ Մհեր Մկրտչյանին իր մարմնավորած կերպարներով չէ որ սիրում են, նրան սիրում են իր արժանիքների, մարդկային որակների ու աչքերի համար, որոնք այդպես էլ ուրախություն չտեսան, բացի հարազատ հանդիսատեսի ջերմությունից։ Աչքեր, որոնք ինչպես վարպետն էր սիրում կրկնել, դերասանական արվեստի ամենամեծ գործիքն են։ Լիանա Մխիթարյան, Ռուբեն Սիմոնյան, Ֆորտունա լոռու մարզային հեռուստաընկերություն, Մոլորակ, Վրաստան, Թբիլիսի։ Շարունակում ենք խոսել Մհեր Մկրտչյանի մասին, արդեն դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խալաթյան։ Բարև։ Ինչպե՞ս եք։
Շնորհակալ եմ։ Պարոն Խալաթյան, գիտեմ, որ անձամբ ճանաչել եք Մհեր Մկրտչյանին, կցանկանայի լսել, ունեք հիշողություններ նրա հետ կապված, որոնք միգուցե այսօր պատմեիք դրա մասին։ Անհատներ կան, հատկապես արվեստագետների մեջ, որ եթե մարդիկ ծանոթ են լինում, անհնար է հիշողություններ չունենալ։ Իհարկե, այդ շատ մեծ վարպետի արտիստի հետ կան շատ լավ հիշողություններ, որոնք ավելի շատ կապված են նրա կյանքի հետ, նրա գործունեության հետ։ Մենք ծանոթացանք տարիներ առաջ Երևանում, ինքը ժուրնալիստ Մավի Սակալյանի հետ հյուրընկալվել էր Կիրովականում, վաղտի բերմամբ ծանոթացանք ռեստորանում։ Անկեղծ ասած, ես ռիշիանում սկզբից մոտենալ, ես այն ժամանակ շատ նոր սկսնալ դրամատուրգիայի, մտածելով, որ չէի ռիսկանում, որովհետև 1000 մարդ, բոլորը մոտենում էին, որպես կանոն։ Ռեստորանի նվագախմբից սկսած, մատուցողներից սկսած, խոհարարը գործը թողեց, մոտեցավ, բանկետներ ենք ասում, չէ՞, որ նստում հաց են ուտում։ Մարդիկ իմացան, դուրս էին գալի հերթով, վայ ֆրոնզ նայել եւ այլն։ Ես ուղղակի Մավի Սակալյանին ծանոթ լինելով նկատեց, որ ես նստած եմ, հրավիրեց իրենց սեղանին, բախտես բերեց, մենք ծանոթացանք։ Այդ օրերին ինքը եկել էր այն ժամանակ այդ հանդիպելու աշխատավորների հետ, իրար հետ մասնակցեցինք մորթու մուշտակի ֆաբրիկայի աշխատավորների հետ հանդիպմանում, դրանից հետո արդեն մենք բավական մտերիմ ծանոթներ էինք եւ ամեն անգամ ինձ զարմացնում էր այդ մարդու խորունկ, հզոր ոչ միայն արտիստականություն, այլ որպես անհատականություն, մարդ, որը ողբերգականի ու կոմիկականի տրագիկոմեդիայի հզոր վարպետն էր։ Ինքը այդքան էլ չէր սիրում իրան գովելը, սիրում էր ճիշտ ասած խմել, կենացները շատ հաճույքով էր լսում իր մասին, բայց լուրջ խոսակցության ժամանակ ես մի անգամ ասացի, որ այն փաղանգում, որտեղ մեծերն են, ասենք Վահրամ Փափազյան, Բաբկեն Ներսիսյան, Հրաչյան Ներսիսյան, այլոք, ինքը լինելով նրանցից կրսեր, այնուամենայնիվ այդ փաղանգում է, ասա ուրիշ տեղ չասես այն մարդ, աչքի կգանք, սենց բանով, եւ լուրջ էր ասում, երեխու պես էսպես։ Եվ ես նաեւ երջանիկ եմ, որ նրա անվան թատրոն, արտիստական թատրոն Երևանում որ բացվեց, որը ղեկավարում է եղբայրը Ալբերտը Մկրտչյան, հրաշալի մի արվեստագետ դարձյալ, շատ հպարտ ուրախ եմ, որ այդ թատրոնը առաջի անգամ իր վարակույրը բացեց իմ պիեսով, ակլորականչ մոնոդրամայով, որը բեմադրեց Ալբերտ Մկրտչյանը։ Գալով հուշերից կուզենայի ուղղակի մի բան պատմել, քանի որ ես գիտեմ, եթե հրաժամը ինչպես միշտ չի բավականացնում։ Ղազարը գնում է պատերազմ ներկայացումից, անցել էր երկար ժամանակ, դեռ այդ մասին էինք խոսում, հիացած բան, եւ հանկարծ այդ նույն տարիներն էր, ոչ շատ հեռու, ոչ շատ մոտ ժամանակաշրջանում, երբ որ Մհեր Մկրտչյանը խաղաց Բախտասար աղբարի դերը։ Ես պրեմիերային ներկա էի Երևանում եւ հանկարծ ապշեցինք ամբողջ թատերական աշխարհը, որ այդտեղ էր, ուրեմն եղավ մի պահ, երբ որ ինքը Բախտասարը նստած էր աթոռին արևելյան խալաթով, հոգնածությունից դերեն հարմար էր, մի ոտքը ծալեց, նստեց։ Եվ այդ խալաթը, որ իջել էր ծնկներին, այսինքն փակեց ծալած ոտքը։ Այդ իր մոնոլոգի ժամանակ, որ խոսում էր այդ խաբեբայությունների բանի ժամանակ, Հակոբ Պարոնյանը այդպիսի բան չունի, պատտեքստ չունի, ոչ էլ տեքստ ունի։ Հանկարծ աչքը առած, որ բիվոտանի է ինքը։ Եվ Լրելեան այնպես խաղաց, առանց տեքստի, այդպիսի տեքստ չկա, շփոթվեց, բայ մի ոտքն ուրա։ Իբր այս աշխարհն էտի ուրեմն թալանի, անհուսալի աշխարհը մեր քիչ առաջ երկու ոտքով էր ու անցավ դահլիճը թնդած ծափերից մարդիկ հասկացան ովքեր հասկացան եկես մեծ մասը թատրոն հասկացավ ժողովուրդը հանդիսատեսը գիտենալով որ դա պահի տակ ստացվեց հզոր ստեղծագործող էր իսկ պրեմիերայից հետո բանկետի ժամանակ երբ որ շամպայնով ես մոտեցա նրան ասի Մուշևիչ եթե ինչ հրաշ բանարիր կրկնի կդառնա Բախտասարի կեսագրության մի մասը ասավ լավ բանը մի անգամ լինում
Հետո Պարոնյանն այդպեսի, Ռեյսորն ու Պարոնյանն այդպեսի ման չէ։ Պարոն Խալաթյան, շատ հաճախ են առանձնացնում Մհեր Մկրտչյան դերասան եւ Մհեր Մկրտչյան մարդուն։ Ես խնդրում եմ երկուսը միասին մեկ նախադասությամբ ինչպես կարտահայտվեք նրա մասին։ Կարելի է շատ կարճ ասել, երկուսն էլ իրար հետ աղերսներ ունեն, ինքը կյանքում մեծ ողբերգություն ունեցող մարդ էր։ Կինը Դոնարա Մկրտչյանը հոգեկան հիվանդ էր, այդ հիվանդությունը փոխանցվել էր իր տղային։ Ինքը իմացավ շատ մեծ ողբերգություն ապրեց։ Երկրորդ ամուսնությունը պարզվեց ահա որ ավելի ողբերգական էր նրա համար, որովհետև հավատում էր, որ ինքը այդ տվյատանքներից դուրս կգա։ Երկրորդ ամուսնությունը հետո պարզվեց, որ կինը բոլորովին այլ նկատառումներով էր հետ ամուսնացել, արդեն մենակ էր կյանքի վերջի տարիներին, շատ էր խմում։ Այդ մեծ ողբերգությունը նա նույնիսկ երբ որ մենք նայում ենք ֆիլմերը կամ նրա ներկայացումների ժապավենները, զգում ենք, որ ինքը նույնիսկ տարել է դրան։ Մեծ ողբերգություն ուներ, որ շատ-շատերը չգիտեին։ Կոմիկական դերերում նա բոլորս կարող անգերազանցել էր։ Եվ ավարտելով այդ հարցի պատասխանն ասեմ, դրա համար էր, որ նա բեմադրեց Հացթուխի կինը, այդ Հացթուխի ճակատագիրը շատ էր նման իրեն։ Խաղաց հրաշալի, շատ հրաշալի։ Եվ ի պատիվ Ալբերտ Մկրտչյանի նրա եղբոր Հացթուխի կինը վերականգնեց Մկրտչյան թատրոնում արդեն, որտեղ շատ հետաքրքիր համադրում էր արել։ Մհեր Մկրտչյանի խաղը տեղ-տեղ էկրանում երևում է, այնուհետև այսօրվա դերասանները շարունակում են այդ խաղը նույն ոճով, ինչ որ բեմադրել էր Մհեր Մկրտչյանը։ Նրանք, ովքեր չեն դիտել Հացթուխի կինը, խորհուրդ կտայի գոնե այդ Ալբերտի բեմադրությամբ դիտել։ Կա նաև Մհեր Մկրտչյանի Հացթուխի կինը տեսաերիզը իդեպ։ Շնորհակալ եմ պարոն Խալաթյան, իսկապես մեր եթերաժամը սպառվում է, մնացած նորություններին եւս տրամադրենք եթերաժամանակ։ Բարեկամներ, ես հիշեցնեմ, զրուցում էի դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանի հետ եւ կրկին Մհեր Մկրտչյանի մասին Հերմինե Զարմանյանի ակնարկը։ Знаешь что, я тебе умный скажу, но только ты не обижайся. Утром яичница, днем яичница, вечером яичница, а ночью омлет. Он говорит, приятного аппетита. Кушайте, кушайте. Спасибо большое. Спасибо. Մեծ արտիստ, մեծ ողբերգակ, ողջ խորհրդային միության սիրելի Մհեր Մկրտչյանը հուլիսի 4-ին կդառնար 83 տարեկան։ Նրա կերտած հերոսների շուրթերից հնչած բոլոր արտահայտությունները մինչ օրս հանրության սեփականությունն են։ Մեծ քիթն ու տխուր, անչափ տխուր աչքերը սրտեր գրավելու լավագույն բանալին էին։ Սակայն սա նրան երջանիկ չդարձրեց։ Միլիոնների սիրո փոխարեն Ֆրունզին միայն մեկի սերն էր անհրաժեշտ, որն այդպես էլ չունեցավ։ 1930 թվականի հուլիսի 4-ին Գյումրիում Մշեցի Մուշեղի եւ Վանեցի Սանամի ընտանիքում ծնված Մհերի համար հայրը երազում էր նկարչի ապագա։ Սակայն նրան ճակատագիրն ուրիշ, բոլորից տարբեր, ողբերգական, բայց եւ դեպի անմահություն տանող ճանապարհ էր նախանշել։ Բարկացկոտ հորից թաքուն անդամագրվում է թատերական խմբակի, աշխատում է Լենինականի թատրոնում, 1953-ին ընդունվում Երևանի թատերական ինստիտուտ։ Շուտով թատրոնում նրան վստահում են լավագույն դերերը՝ Մերկուցիո, Բախտասար աղբար եւ այլն։ Իրեն տգեղ համարող Ֆրունզը շուտով դառնում է բոլոր կանանց սիրելին, այդ թվում Ջուլիայի, ում սիրեց նաեւ Ֆրունզը, սակայն եղբայրները բռնի ամուսնացրեցին քրոջն ուրիշի հետ։ Միայն 59 թվականին հայտնվեց նա, ով կարողացավ առժամանակ կտրել նրան Ջուլիայի մասին ծանր մտքերից։ Ամիսներ անց Ֆրունզն ամուսնացավ Դոնարայի հետ, ծնվեց դուստրը՝ Նունեն։ Շուտով նկարահանվեց 0199-ում, ապա նվագախմբի տղաներում եւ սկսվեց փառքի ճանապարհը կինոյում։ Ստացավ հրավեր Ռոլան Բիկովից, հետո Գեորգի Դանելյայից, Գայդայից։ Խաղալով էպիզոդիկ դերեր երազում էր լուրջ ողբերգական կերպար կերտելու մասին։ Волонтаризм. В моем доме не выражаться. А что он сказал? Кто жених? У нас иногда узнают. Դոնարայի հիվանդագին խանդի պատճառով արտիստը հանգիստ կյանք չուներ։ Ժամանակի ընթացքում տարօրինակություններն ավելանում էին։ 72 թվականին ծնվում է Վահագը, ինչից հետո ի հայտ է գալիս Դոնարայի հոգեկան ծանր հիվանդությունը։ Նրան տեղափոխում են հոգեբուժարան։ Երկու երեխաների հետ մնում է միայնակ։ Այդ տարիներին խաղում է նաև Միմինոյում։
Валикджан, у нас в Дилижане кухни открываешь простой кран, вода течет. Второе место занимает Ниле. А первое в Ереване, да? Нет, Сан-Франциско. Ֆիլմի բոլոր արտահայտությունները միանգամից դարձան թևավոր խոսքեր, սակայն ծանր ապրումները չպակասեցին, ինչն էլ փորձեց խեղդել խմիչքի մեջ։ Խաղում է Սիրանո դե Բերժերակ, ում կերպարն այնքան նման էր իր անձնականին։ Սիրահար, բայց ոչ երոպտին, Հերկյուլ Սավինին, Սիրանո դե Բերժերակ։ Շուտով դուստրն ամուսնանում է և մեկնում Արգենտինա։ Չնայած ամբողջ սիրուն, որը նվիրում էր որդուն, Վահագը հետզհետե դառնում էր տարօրինակ։ Բժիշկները շուտով նրա մոտ հայտնաբերում են հոգեկան ծանր հիվանդություն, որը ժառանգել էր մորից։ 87 թվականին Թամարա Հովհաննիսյանի հետ ամուսնությունը ևս նրան երջանկություն չի բերում։ Նրան միայն մհերի փառքն էր պետք։ Բոլոր ողբերգություններին գումարվեց սարսափելիներից մեկը։ Դուստրը Արգենտինայում ամուսնու հետ դարձավ վթարից զոհ։ Հետո հարազատ Լենինականը հավասարվեց հողին։ Կյանքի բերումով այն ողբերգական դերը, որը երազում էր խաղալ բեմում, ապրեց կյանքում։ Կյանքը վրեժ էր լուծում նրանից պարգևած մեծ տաղանդի համար։ Շուտով հեռացավ կնոջից։ 93-ի աշնանը խաղաց իր վերջին, կյանքից խաբված տառապյալի դերը հացթուխի կինը ներկայացման մեջ։ Պայքարեց ու հոգնեց։ 1993-ի դեկտեմբերի 29-ի երեկոյան եղբայրը Ալբերտը նրան իր բնակարանում գտավ մահացած։ Դեկտեմբերի 31-ին Հայաստանը հրաժեշտ տվեց իր կուռքին։ Հեռացավ Ֆրունզը, մեր Ֆրունզը, ով հավերժ ապրելու է արվեստի ու մարդկանց ամենասրտում։ տարի է անցել։ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս շարունակում է թևածել Ֆրունզի պարգևած մեծ լույսը։ Նրան հիշում է ոչ միայն միջին սերունդը, նրան երբևէ չտեսած երիտասարդները արտիստի ծննդյան օրը ոչ միայն հիշում են։ Ֆորտունա հեռուստաընկերության նախաձեռնությամբ կազմակերպված երթին միացել են նաև մանկավարժականի ուսանողները, ովքեր երթով շարժվում են դեպի Մհեր Մկրտչյանի արձանը։ Ֆրունզը սպասում է։ Շատ կարևոր է, որ երիտասարդություն տեղյակ լինի, նախ նմանակցյանը եւ նախ եւ առաջ տեղյակ լինի մեր հայ մեծանուն դերասանների, երգիչների եւ արվեստի գործիչների մասին։ Ցավալի է, որ շատ շատերը տեղյակ չեն, նույնիսկ չգիտեն, որ այսօր հնարավոր է Մհեր Մկրտչյանի ծննդյան տարելիցն է։ Ակցիայի մասին տեղեկացել եմ իմ ընկերներից և որոշեցի, որ պիտի մասնակցեմ անպայման։ Կարևորում եմ նմանատիպ նախաձեռնությունները, երիտասարդները մեծ ոգևորվածությամբ են միացել այս նախաձեռնությանը, մենք պարտավոր ենք հիշել մեր մեծերի ծննդյան օրերը, այսօր Ֆրունզիկ Մկրտչյանը կդառնար 83 տարեկան, եթե ողջ լիներ, մեծ հարգանք նրա հիշատակին և մենք հարգանքի տուրք ենք մատուցելու, եկել ենք այստեղ ծաղիկներ ենք դրել նրա հուշաքարին և տեսնելով ուղղակի, որ նաև աղտոտված է տարածքը, փոքրիկ բարեկարգման աշխատանքներ իրականացրեցինք հենց տեղում։ Ցավոք սրտի մեր երիտասարդության մեծ մասը այսօր տեղյակ չէ մեր մեծերի ծննդյան կամ մեր մեծերի հիշատակի օրերի մասին եւ այս միջոցառումները հենց այս ակցիաները կազմակերպվում են մեր երիտասարդության մեջ բանիմացության մեր մեծերին ճանաչելու, մեր մեծերի հիշատակը հարգելու հետ կապված խանդավառությունը մեծացնելու համար։ Նայում է աշխարհին, նայում է երկինք և արևի հետ հառնում է նորից, մարդկանց հետ նորից ժպտում ու լալից։ Խաղաղություն քեզ, սիրելի Ֆրունզ, դու խաղաղ ննջիր։
Հիմա մարզի խնդիրների մասին տեղափոխվենք Թումանյանի տարածաշրջանի Մարց համայնք, որտեղ Մարց էներգի ընկերությունը պատրաստվում է հիդրոէլեկտրակայան կառուցել, որը դեռ ամիսներ առաջ առաջացրել էր Մարցի բնակիչների դժգոհությունը։ Ինչ իրավիճակ է հիմա, իմացեք տեսանյութից։ Լոռու մարզի Մարց համայնքում հիդրոէլեկտրակայանի կառուցման հարցը շարունակում է մնալ մարզի բնակիչների ուշադրության կենտրոնում։ Ամիսներ առաջ մարզի բնակիչները միահամուռ ուժերով գետն էին նետել հեկ կառուցելու համար նախատեսված խողովակներն ու դեմ էին արտահայտվել հեկի կառուցմանը։ Այսօր սակայն գյուղում կարծիքի փոփոխություն կամ մի խումբ երիտասարդներ կողմ են արտահայտվում հեկի կառուցմանը եւ նշում, որ դա կնպաստի համայնքի զարգացմանը։ Համայնքի բնակիչները հարցը քննարկելու համար հաճախ են հավաքվում համայնքի կենտրոնում, խոսում հեկի օգուտների ու վնասների մասին։ Երիտասարդներից շատերը համարում են, որ հեկի կառուցման դեպքում գյուղում զգալի փոփոխություններ կլինեն, առավել եւս, որ կառուցողը բացի հիմնական պարտավորություններից խոստացել է այլ հարցերում եւս աջակցել համայնքի բնակիչներին։ Նրան մարեմ կողմ, որ 100% ասենք մի 11-12 ընտանիք կարող ապրի, այդ դրա համար կողմ եմ։ Ու ասենք հաստատ այդ երկու գեսն է սարկածա, թող նայն տենան կարիչ կա կամ չկա կամ այդ ասած այնց այդ խոտը, ում այնդի խոտ չի աճը։ Անդի ջուր կա, ասենք անդի ջուրը չկա, բայց ասենք այդ տվյալ խոտը նորից նույն ձև կա, էլի։ Բայց ես առաջնարդ նայում եմ այս գյուղի ջահելները, որ մի բանի հասնեն, մատ սպորտզալ ցակեն։ Խոսացողին թող խոսեն, մատ սպորտզալ ցակեն, ժողովուրդը ջահելները երեխեքը պարապեն, հավայ բրադյակ չմեծանա, ծխող, խմող։ Մարցագետի վրա հեկ կառուցելու նպատակ ունի Մարց էներգի ընկերությունը, որը պատրաստվում է տարեկան 1.5 միլիոն դրամ տրամադրել համայնքին, բացի այդ խոստանում է լուսավորել համայնքը, աջակցել համայնքում մշակույթի եւ սպորտի զարգացմանը, կազմակերպել էքսկուրսիաներ դպրոցն ավարտած երեխաների համար։ Մարցի համայնքապետի խոսքով, եթե Մարց էներգին կատարի իր խոստումները, հիդրոէլեկտրակայանի կառուցումը նպաստավոր կլինի համայնքի համար։ Հեկի կառուցումը նաեւ 11 հոգու աշխատատեղ է ենթադրում համայնքում, 65000 ամսական աշխատավարձով։ Նույն որպես գյուղապետ ես զգում եմ, որ դա սոցիալական հարցերով ինչ-որ բանով կօգնի գյուղին։ Հա, հասկանել է, հա, դա պետական ծրագիր է։ Դա դեռ 2002 թվականին այդ տարածքը հատկացվել է որպես գես կառուցելու համար։ Նպատակային նշանակությունը այդ թվականին փոխվել է։ Դա պետք է կառուցի, եթե մի քիչ պետականով ենք մտածում, դա պետք է կառուցի եւ անհրաժեշտ է։ Ինչքան տարածքում ջուրը կցամաքի, ասում են 4 կիլոմետր։ Ոչ թե կցամաքի, հա, կպակասի, մոտ 4 կիլոմետր։ Իր նախագծում, իր ջրթողը գրված այսպես, մոտ 30%, այսինքն վարկյանը 100 լիտր նա պարտավոր է ջուր թողի, 100 լիտրը ահռելի ջուր է։ Ժամանակի ընթացքում կարծիքի փոփոխություն է եղել նաև խողովակները գետը նետող երիտասարդներից մի քանի հոգու մոտ։ Ես էլ եմ դեմ եղել հենց սկզբից որ չսարքվի, բայց պալյուբոմը սա ծրագիր է, պետք է սարքվի ու մարդիկ էլ խոսք են տալի, որ լիքը լավ բաներ կարող եղի մարեղնի։ Ու երկու հատ հեկ ունեն կառուցված, որ գեղի մար ոչ մի օգուտ չունի էլի, այդ հեկերը կառուցվել են, իսկ այս մարդը պատրաստակամություն է հայտնում իր աշխատանքի մեջ, ոչ միայն իր այդտեղ բիզնեսն ատեն, նաև գյուղացու օգուտն ատեն այդտեղ էլի։ Անկախ խոստումներից Մարցում շատ են նաև նրանք, ովքեր միանշանակ դեմ են հեկի կառուցմանը եւ ներկայացնում են իրենց հիմնավորումները։ Պատճառաբան ենք, որ այդ հողերը կչորանան, օձերն ու կարիճները կշատանան, խոտ չեն քնզի եւ անասնապահություն չի զարգանա։ Առանց մեր ժողովուրդն զան անսունի վրա, էլ ոչինչ չունի։ Պետք է չի որ դիսարքեն ցավատ տանեմ, հնարավոր չի, մերանացունի տաբից ուրեմն ջրից կկտորվեն։ Համայնքում հատկապես անհանգստանում են նրա համար, որ գետի ջուրը կպակասի։ Մարց էներգի ընկերությունն էլ խոստանում է ամռանը ընդհանրապես հեկը չաշխատեցնել։ Մարցի համայնքապետի խոսքով, եթե ընկերությունը հեկը աշխատեցնի պայմանագրի բոլոր կետերին համապատասխան, համայնքը վնասներ չի կրի։ Սարգիս Գոքորյան, Մոլորակ, Մարց։ Շարունակում ենք թողարկումը բարեկամներ, Մարցում նկարահանումները ավարտելուց հետո հեռախոսով զրուցեցինք նաև Մարց էներգի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ եւ նրան հրավիրել ենք մեր տաղավար մի քանի հուզող հարցերի պատասխաններ ստանալու համար։ Մեր տաղավարում է Մարց էներգի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Լիպարիտ Սիմոնյանը։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերքի համար։ Մենք էլ ենք շնորհակալ հրավերը մերժելու համար, պարոն Սիմոնյան, գյուղում հիմնականում վստահության խնդիր կա, մտածում են կկատարվեն արդյոք այդ խոստումները թե ոչ։ Այ օրինակ գետի ցամաքելու եւ չցամաքելու հետ կապված այդ 100 լիտր ջրթողի խնդիրը, արդյոք դա այդպես էլ լինելու է։ Նախ շնորհակալություն հրավերքի համար կրկին անգամ ասում։ Բազմիցս անգամ խոստումներ ա տրվել համայնքում, համայնքի ղեկավարի, համայնքի անդամների ներկայությամբ, բավականու անդամների ներկայությամբ
որ պետք է օգտակար լինենք համայնքին սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար։ Դա միանշանակ է, եթե խոստումը տվել ենք, պետք է կատարենք։ Իսկ որ ձեր ռեպորտաժը ես նայեցի նախնական եւ բավականին դրական բաներ տեսա երիտասարդության, ասենք, ակտիվությունը, իրապես դա ծառայելու է տվյալ համայնքի խնդիրներին, ինչ որ չափով սոցիալական խնդիրներին օգտակար լինելու։ Տեխնիկական առումով ջրի թողքը, սանիտարական եւ բնապահպանական հոսքը ես իրանց խոստացել եմ, որ պետքա պաշտպանենք, ոչ մի փական չպետքա դրվի, համապատասխան խողովակը պետքա ամենաներքևի հատվածում դրվի, նիշում, ջրի արկայության անգամ, ասենք, 100 լիտր արկայության դեպքում պետք է ապահովի առաջին հերթին սանիտարական բնապահպանական հոսքը, դրանից հետո ավելցուկը նոր կգնա հեկի աշխատանքների համար։ Բացի այդ, հիմա հիմնականում բողոքվում են, որ մեր գետը ցամաքի, ցամաքելու լողանալու տեղ չենք ունենա, ես խոստացել եմ ջրավազան սարքել լողանալու խնդիրը լուծելու համար։ Դպրոցի, ասենք, ֆուտբոլային թիմ կա, խոստացել ենք, որ հովանավորություն անենք։ Միաժամանակ, ասենք, տարեկան 1.500.000 դրամ միանվագ համայնքի տալ սոցիալական խնդիրների լուծման, եթե կուզենան նրանց սեփական հողերի հարկի վիճարի համար, այդ մեծ մար տարբերություն կա, եթե պետքա առանձին համայնքի անդամների հետ պայմանագիր կկապենք եւ առանձին այդ գումարը կփոխանցենք համայնքի բյուջե։ Նման փորձեր, նման բաներ եղել է, կա, աշխատել ենք երկար տարիներ եւ պատահական չի էլի, որ ասենք այսօր երբեք ցանկալի երևույթ չի, որ դա գետը չորացնել եւ մարդկանց փաստի առաջ կանգնած, դա բացառվում է միանշանակ, անկախ նրանից կառուցվի չկառուցվի, մեզ համար էլ է դա դժվար հարց։ Երբ որ գետը հոսում է, դրուկ վերցնում ես ամբողջ ժամ ցամաքացնում ես, դա ցավալի երևույթ է։ Խոստանում ենք, պարտավորվում ենք, որ նման խնդիրներ չի լինելու։ Հակառակ դեպքում մենք պայմանագիր ունենք համայնքի հետ։ Ջուրը կտրվելու դեպքում մենք գնում ենք տուգանքների տակ։ Երկկողմանի պայմանագիր ենք կապել։ Պարոն Սիմոնյան, այ ամռանը չաշխատեցնելու, հեկը չաշխատեցնելու պայմանագիրը, որքանով ինչ հիմքերով պետք է վստահի ձեզ գյուղացին, կցանկանայի լսել։ Հարցը շատ տեղին է։ Առաջի հերթին ես ասեմ, որ Սարգսյան գյուղում այդ ամբողջությամբ պետք է աշխատեն մարց գյուղի բնակիչները։ Եթե մարցեցին ինքը գտնում է, որ ջուրը պետք է կտրի եւ գետում ջուր չլինի, թողանի։ Երբևիցե անգամ նման հանձնարարություն տնօրինության կողմից չի լինելի։ Եթե իրանք կտեսնեն, որ դա կտրվելու առաջին հերթին, իրանք տեր կանգնեն իրանք ջրին։ 1. Իսկ մեր կողմից տնօրինության կողմից երբեք նման հանձնարարական չի լինի, որ ջուրը կտրել։ Ամառվա ամիսներին խոստացել ենք, եթե չորային տարի է, ինչ ա եղել, չի բացառում, որ եւ հուլիս-օգոստոս ամիսներին կանգնացնենք հեկը։ Տեխնիկական վերանորոգում ալում, բան ալում, ինչ ա եղել, մի թող մի ամիս երկու ամիս է կանգնի, ոչինչ չի դուժի դրանից։ Առավել ես որ ամառը ջուրը քիչ է։ Նման բաներին մենք պատրաստ ենք այդ համայնքի արժև արծածած հարցերը լուծելու, օգտակար լինելու, պետքա ես կանգնացնելու։ Այնտեղ ես լսեցի, որ այսօր 10-11, առնվազն 15-16 մարդ հիմնական աշխատանք են ունենալու։ Բացի դա, շինարարության ընթացքում մոտ 35-ից 40 մարդ մի քանի ամիս, նույնիսկ տարի, ասենք, կարող է կաշխատեն եւ նորմալ աշխատավարձ կստանան։ Պարոն Սիմոնյան, կարելի վերջնական գալիս ենք այն եզրակացության, որ հիմնական երաշխիքները մարզի բնակիչներին դրանք այն պայմանավորվածություններն են, որոնք նաև թղթի վրա են վավերացված մարզի համայնքապետարանի հետ։ Այո, համայնքապետարանի հետ իրանք մտավախություն ունեին, որ այսպես ասի, մտավախություն պետք չի, եթե գտնում եք, որ նույնիսկ նոտարական վավերացում անենք։ Եթե այդ պարտավորությունները ինչ որ վերցնում ենք չկատարենք, կարան դա դիտան եւ օրենքի ուժով դժվարացնեն։ Այնպես որ դա պետք է իրականացվի երկկողմանի։ Լավ, ունեք ավելացնելու ինչ-որ բան։ Ես ավելացնելու բան չունեմ, ուղղակի ես մի փոքր ավելի իմ մեջ վստահություն ներշնչվեց, որ համայնքի երիտասարդությունը առանձին անդամներ դրական են արտահայտվում, տեսնում են, որ իսկապես դա սա ոչ խապելու, ոչ ինչ որ կողալ։ Ուղղակի այդ տվյալ
Համայնքին ինչ որ չափով մենք կողքերին կլինենք, էլ իրանց հետ կլինենք։ Այնքան խնդիրներ կարծած են, մենք երեխային կդիմեն մեկին ուսման վարձա, մեկին ինչ որ, չգիտեմ, դպրոցեն ավարտեղ, էքսկուրսիայի խնդիրա, նման փորձ մենք ունենք եւ պարտավորվում ենք այդ չի բացառում, էլ մոտենում են մի հարցում օգտակար, ոնց կարաս, եթե դու կողքին աշխատում ես, բիզնես ես ստեղծել, պետքա այդ համայնքի անդամը դառնաս, պետք է իրանց հոգսով ապրես, որպեսզի դու քո գործը, քո բիզնեսը հաջողություն ունենա։ Շնորհակալ եմ մեր տեղավորում գտնվելու համար, բարեկամներ, ես հիշեցնեմ, զրուցում էի Mars Energy սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Լիպարիտ Սիմոնյանի հետ, շարունակում ենք թողարկումը եւ այս հատվածում ծանոթանանք միջազգային լրահոսին, կարևորները առանձնացրել ու ներկայացնում է Լիաննա Մխիթարյանը։ Երեկուշ երեկոյան Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունը պաշտոնից հեռացրել է երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիին եւ նրա կառավարությանը։ Ընդդիմության հայացքները կիսող միլիոնավոր եգիպտացիներ մինչև առավոտ տոնել են այս հաղթանակը։ Նրանց տոնակատարությանը միացել են նաեւ ոստիկանությունն ու բանակը։ Եգիպտոսի հայ համայնքին վտանգ չի սպառնում, այս մասին էլ ասված է Հայ բարեգործական ընդհանուր միության Եգիպտոսի գրասենյակի ղեկավար Պերճ Թերզյանի հարցազրույցում։ Նրա խոսքով Եգիպտոսում բռնկված հակակառավարական շարժումը հայ համայնքի անդամների համար ոչ մի սպառնալիք չի ստեղծել։ Հետևաբար Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան կողմից աջակցություն ցուցաբերելու որևէ առիթ չի եղել։ Նշենք, որ հուլիսի 3-ին Մուհամեդ Մուրսին պաշտոնանկի արվել Եգիպտոսի նախագահի պաշտոնից։ Պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահը հայտարարել է նախագահի արտահերտ ընտրությունների, նաև ժամանակավոր կառավարության ձևավորման մասին։ Եգիպտոսի ժամանակավոր ղեկավարը դարձել Գերագույն սահմանադրական դատարանի նախագահը։ Հնդկաստանի արևմուտքում փլուզվել է կարի ֆաբրիկայի շենք, դեպքի արդյունքում զոհվել է 1 մարդ ևս 15-ը վիրավորվել է։ Դեպքը տեղի է ունեցել Բհիվանդի քաղաքում, Մահարաշտրա նահանգի արևմուտքում։ Ըստ նախնական տեղեկությունների արտակարգ իրավիճակի պատճառը դարձել են շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են առանց անվտանգության կանոնների պահպանման։ Մասնավորապես շինարարները երրորդ հարկը կառուցել են հենց գիշերային հերթափոխի աշխատանքների ժամանակ։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Փլատակների տակից արդեն դուրս է բերվել 35 մարդ։ Տեղական իշխանությունների տվյալներով փլատակների տակ դեռևս կարող են մարդիկ գտնվել։ Տեղափոխվենք Իրաք, այսօր տեղի ունեցած հարձակումների պատճառով սպանվածների թիվը հասել է 57-ի։ Հարձակումների զոհ են դառնում մեծ մասամբ շիաները։ Երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին տեղի ունեցած պայթյունների եւ կրակոցների զոհ է դարձել մոտավորապես 100 մարդ, եւս 280-ը վիրավորվել է։ Լիաննա Մխիթարյան, Մոլորակ։ Հիմա Վանաձորի մանկատան մասին երեխաների պայմաններին ծանոթացեք տեսանյութից։ Լուրեր կան, որ Հայաստանի հատուկ հաստատություններից մի քանիսում ստեղծված չեն համապատասխան պայմաններ երեխաների համար, մասնավորապես նրանք, ովքեր կատարել են ուսումնասիրությունները, եկել են այն եզրակացության, որ շատ հաստատություններում երեխաներին դաստիարակում են ուժ գործադրելով, չկան հարազատների հետ հանդիպում կազմակերպելու համար հատուկ սենյակներ, հիգիենային հետևելու համար ստեղծված չեն համապատասխան պայմաններ, երեխաները չեն կարողանում հեռախոսով զրուցել իրենց հարազատների հետ, առանձին սենյակներում չունեն առանձին պահարաններ եւ այլն։ Այսօր մեր նկարահանող խմբին Վանաձորի մանկատան տնօրենը վստահեցրեց, որ իրենց մոտ ստեղծված են նշված բոլոր պայմանները եւ խոսքը չի կարող գնալ Վանաձորի մանկատան մասին։ Եվ վերջապես երեխան աստուղ իրոք հսկողության տակ է, դպրոցում պետք է գնա դասերն առնի, դասերստով պետք է զբաղվի դասապատրաստման գործերով, ազատ ժամանակը ճիշտ կազմակերպվի, մասնակցի ակտիվ խմբակներին։ Երեխաները գնում են լողի դպրոց գալի եւ իրանց շատ լավ են զգում, պես որ այդպես նման խնդիր չկա։ Վանաձորի մանկատանը երեխաները ցանկացած պահի կարող են օգտվել լոգարանից, մանկատանը կից կա հատուկ շինություն, որտեղ կազմակերպվում են հանդիպումներ երեխաների հարազատների հետ։ Երեխաները ունեն իրենց պահարանները, հեռախոսով զրուցելու համար էլ օգտվում են երկու տարբերակից, կառույցում 2 տեղ կա քաղաքային հեռախոս, իսկ ինչ վերաբերում է երեխաների նկատմամբ ուժ գործադրելուն, Աշիկ Հարությունյանը վստահեցրեց, որ նման բան իրենց մոտ բացառվում է։ Ես ասես ավելին կարող եմ ասել, մանկատանը կա այսօր 91 երեխա, հատկապես բարձր տարիք երեխաների մեջ ոչ մի ծխող երեխա չունենք։ Դա չափանիշ չի, բայց այսօր։ Առանձին սենյակում զրուցեցինք նաև երեխաներից մի քանիսի հետ վերոնշված խնդիրների վերաբերյալ, հարցերին երեխաները տվեցին նույն պատասխանները, ինչ մանկատան տնօրենը։ Սարգիս Գոքորյան, Մոլորակ։ Տեղափոխվենք Սպիտակ, գերմանական թաղամասում մոտ սողոսկել է բնակարաններից մեկը, բնակիչները սեփական ուժերով չեն կարողացել հայտնաբերել եւ վնասազերծել օձին եւ ստիպված հազանգել են 911։ Անահիտ Կարապետյանն է պատմում։ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է հազանգ, որ Սպիտակ քաղաքի գերմանական թաղամասերի բնակարաններից մեկում օձ է հայտնաբերվել։
Տեսար տեղն է ծակը, ենը точно դրա վրա է, դիցել գալիս է։ Ясно, жесть, стояре, կիլովեջնիկ թաթվեստը ռուբին։ Ժեշտի արանքից դուրս էր գալի, եթե հենց ես մտնում էինք արագ, այդ ժեշտի արանքով գնաներ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել Վանաձորի թիվ 1 Հրշեջ փրկարական, Ջոկատի փրկարական, Օղակը դեպքի վայրում փրկարարներն անցկացրել են տեղանքի զննում, որի արդյունքում Սպիտակի գերմանական թաղամասում օձ չի հայտնաբերվել։ Արտակարգ իրավիճակների Լոռու մարզային փրկարական վարչության փրկարարները լոռեցիներին խորհուրդ են տալիս նման դեպքերում խուճապի չմատնվել։ Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, մահվան ելքով եւ թունավորման բարդ դեպքեր օձի խայթոցից Լոռիում չեն եղել, չնայած որ բոլոր դեպքերում ներարկվել է հակաթույն։ Անահիտ Կարապետյան, Արտակ Գրուտյան, Մոլորակ, Սպիտակ։ Իմանանք նաև թե ինչ եղանակ է սպասվում վաղը, Էռնա Անտոնյանն արդեն ինձ հետ Էռնաբարի Բարև Սարգիս։ Եվ ինչ կանխատեսումներով ես եկել Էռնա։ Սարգիս, եւ այս գիշեր եւ վաղը կդիտվեն կարճատև տեղումներ։ Եղանակային նորությունների մասին կարճատև դադարից հետո։ ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, այժմ նաև Հայաստան։ Rich Computers-ը ներկայացնում է համակարգիչների գործարանային արտադրություն բացառապես Եվրոպայից ներկրված համակարգչային մասերով որակին միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան։ Արտադրված համակարգիչները ենթարկվում են ջերմային և ծրագրային մանրակարգիչ թեստավորման, ապահովելով բարձր որակ։ Rich Computers միակ մասնագիտացված արտադրամասը տարածաշրջանում։ Եթե համակարգիչ, միայն Rich։ Հեռախոս 561 761։ Այս գիշերը եւ հուլիսի 5-ին Հանրապետության տարածքի մեծ մասում կդիտվի անպոտ եղանակ, ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև եւ ամպրոպ, տեղատարապ հատկապես առատ տեղումներ են սպասվում արևելյան շրջաններում, տեղ-տեղ հնարավոր է սաստիկ քամի 18-ից 20 մետր վարկյան արագությամբ, մեծ է կարկուտի հավանականությունը, օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի, Լոռու մարզում սպասվում է գիշերը 9 ցերեկը 25 աստիճան տաքություն, Լոռու մարզի քաղաքներից Տաշիրում սպասվում է գիշերը 14 ցերեկը 22 աստիճան տաքություն, Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 18 ցերեկը 23 աստիճան տաքություն, Սպիտակում կդիտվի գիշերը 14 ցերեկը 19 աստիճան տաքություն, Ստեփանավանում կլինի գիշերը 14 աստիճան ցերեկը 19 աստիճան տաքություն, իսկ Համարս կենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 15 ցերեկը 20 աստիճան տաքություն, Երևանում հուլիսի 5-ին առավոտյան առանց տեղումների եղանակ կլինի, օրվա երկրորդ կեսին կդիտվի անպամատության ավելացում, հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ, քամին կլինի 12-ից 15 մետր վարկյան արագությամբ, Մայրաքաղաքում կդիտվի մինչեւ 32 աստիճան տաքություն, Սարգիս անկախ եղանակային կանխատեսումներից ճպտացեք հաճախ։ Շնորհակալ եմ Էռնա կանխատեսումները ներկայացնելու համար, բարեկամներ, մարզային Ֆորտունա հեռուստաընկերության լրատվական ծառայությունն այսօրվա համար առանձնացրել էր այսքանը, մնացեք խաղաղությամբ եւ շարունակեք դիտել Ֆորտունա, ցտեսություն։